Բարև ձեզ հարազատներս, այսօր մի շատ կարևոր տեսահոլովակ կնկարահանեմ այն մասին, թե ինչու է այսքան օգտակար սպորտը, ինչով է օգտակար սառը ջրով ցայվելը, կպատմեմ ցողունային բջիջների մասին, շատ մատչելի ձևով կպատմեմ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Կներկայացնեմ հայտնի ամերիկացի գիտնական ուռուցքաբան Ուիլյամ Լիի տվյալները, մի շատ լավ գիրք ունի գրած, շատ մատչելի ձևով, կոչվում է «Защищенный գենում», ով ուզում է լավ գիրք կարդալ, շատ լավ գրված է, ինչ ուտեք, ինչ անեք, ինչ չուտեք, ինչ չանեք, որ 120 տարի ապրեք։ Շատ մատչելի ձևով գրված է։ Ես դեռ առաջի 40 էջին եմ կարդացել, անվճար դրված է ինտերնետում, տեսեք, հասկանալի է ձեզ, մի հատ փորձեք ու պատվիրել եմ, որ բերեն մնացածներ կարդամ, իր ինտերվյուն եմ լսել, որ հասկացա, որ այս մարդու գիրքը պետք է ինչ գրել է կարդացվի։ Ուրեմն սկսեմ պատմել ցողունային բջիջներից։ Ցողունային բջիջը, երբ որ մարդը ինչպես է ստեղծում, արդեն գիտենք, որ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը իրար հանդիպում են, միաձուլվում են, դառնում են մի բջիջ, այս մի բջիջը սկսում է բազմանալ, որից հետագայում դառնում է մարդ։ Այս բջիջը, որ սկսում է բազմանալ, սրանք բոլորը ցողունային բջիջներ են։ Ռուսերեն դրանց ասում են стволовые клетки, անգլերեն ասում են stem cells, իմիջիալոց առաջի տերմինը ռուսներն են տվել стволовые клетки, Մաքսիմով գիտնականը Բերլինի կոնգրեսում ներկայացնելուց 1908 թվականին։ Ու այս ցողունային բջիջներից առաջանում են հետագայում սրտի բջիջներ, երիկամի բջիջ, գլխուղեղի, նյարդային բջիջ եւ այլն։ Ու մեր օրգանիզմում այդպիսի ցողունային բջիջներ կան։ Քիչ են համեմատած պտղի հետ, պտղի մոտ օրինակ ամեն 10,000 բջիջին մեկը ցողունային է։ Ուրեմն այս ձվաբջիջն ու սպերմատոզոիդը, որ միաձուլվում են, սկսում են բազմանալ, դրանք դեռ ցողունային բջիջներ են։ Հետո այս բջիջներից մի մասը կդառնան սրտի բջիջ, մի մասը գլխուղեղի բջիջ եւ այլն, արդեն կդառնան հատուկ բջիջներ, հատուկ օրգանի բջիջներ, բայց կմնան նաեւ ցողունային բջիջներ։ Ինչպես ասեցի, էմբրիոնի մոտ ամեն 10,000 բջիջին գալիս է մեկ ցողունային բջիջ։ Մեծահասակների մոտ ամեն մի քանի միլիոն բջիջներից նոր մեկը ցողունային բջիջ է։ Ուզում եմ ասեմ, տարիքի հետ ցողունային բջիջների քանակն է պակասում, որակն է պակասում, մենք էլ մեր անելիքներով ենք վնասում այդ ցողունային բջիջների։ Առանց այդ ցողունային բջիջների մենք չենք կարող ապրել, որովհետև մեր օրգանիզմը անընդհատ վերականգնվում է։ Մաշկը 2 շաբաթը մեկ, արյունը, արյան գնդիկները որոշը 10 օր մեկ եւ այլն, ու այս բոլոր վերականգնվող բջիջները գալիս են, ստեղծվում են ցողունային բջիջից։ Մեր ցողունային բջիջները գտնվում են ոսկրածուծում։ Ոսկրածուծը դա ոսկրի մեջ գտնվող մի օրգան է, որը արտադրում է մեծահասակի մոտ օրինակ արյուն է արտադրում։ Այնտեղ են գտնվում նաև այդ ցողունային բջիջները։ Ցողունային բջիջները, ինչպես մենք կարող ենք վնասել ցողունային բջիջներին, ալկոհոլը, ծխախոտը, ոչ միայն որ դուք եք ծխում, այլ նաև որ արտաշնչում եք այդ նիկոտինը, դա ազդում է կողքինի վրա, իր ցողունային բջիջներն են վնասվում եւ այլն։ Էկոլոգիան, այս վատ բաները, որ շնչում ենք, դրա համար է լավ գալ այսպիսի ծառերով լի տարածքներ, անտառներ, այգիներ, որ շնչես մաքուրոտ շնչես եւ այլն։ Ինչը կարող է որակը բարձրացնել այդ ցողունային բջիջների քանակը բարձրացնել, դրանք սառը ջրով ցայվելն է, լավ քնելն է, ճիշտ քնելն է, որ խորը քնի մեջ մտնես, այդ քնելու մասին առանձին տեսահոլովակ նկարանեմ, որովհետև շատ կարևոր է մարդ ճիշտ քանակի ու ճիշտ որակի քնի, վերականգնում է օրգանիզմը շատ։ Սպորտը ցողունային բջիջների վրա շատ բարորակ ազդեցություն ունի վիտամին C-ն եւ վիտամին D։ Եթե սննդակարգի մեջ հաշվեք, որ ինչպիսի ուտելիքներ են, սննդամթերքներ են պարունակում վիտամին D, վիտամին C, որ դրանց քանակը բավականին լինի։ Սա ցողունային բջիջների մասին, այդ ցողունային բջիջները, ինչպես ասեցի, պտղի մոտ ավելի շատ են, քան մեծահասակի մոտ, դրա համար երեխան երբ որ ծնվում է, այդ օրինակ Մոսկվայում որոշ մարդիկ այդ ցողունային բջիջները պահում են երեխայի համար, որովհետև դա երեխայի ցողունային, օրինակ երեխայի պորտալարից արյուն են վերցնում, այ հիմա ով ուզի բիզնես անի, օրինակ ես չեմ տեսել, որ մեր երկրում ցողունային բջիջներ վերցնեն, եթե կան, խնդրում եմ գրեք, եթե կան ծննդատներ, որոնք դրանով զբաղվում են, շատ ուրախ կլինեմ։
իմ հղիներին էլ օգուտ խորհուրդ կտամ, այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն այդ ցողունային բջիջները պահելու երեխայի, պորտալարից վերցնում են արյուն, հատուկ տարայի հատուկ սարքերի մեջ են վերցնում ու պահում են այդ արյունը, չեմ կարծում, որ դա շատ թանկ լինի, ու այդ արյունը, այդ իր ցողունային բջիջները պահում են, եթե երեխան ինչ-որ հիվանդություններով հիվանդանա, որոնք հենց բուժվում են այդ ցողունային բջիջներով, դա արդեն կունենա բավականին իր հավաքած այդ պորտալարի արյունից։ Զարգացած երկրներում շատ տարածված է։ Սա է երևի ուզում ասել, բայց մի կարևոր բան եմ ուզում ասեմ, այ հիմա ասեցի, որ ծխում եք, ոչ միայն ձեզ եք վնասում, այլ նաև կողքինի այդ ցողունային բջիջները եւ այլն։ Այս մեր երկրում քանի որ 99%-ն է, թե ինչքանն է տղամարդկանց ծխում են, չեմ ուզում այս տեսահոլովակներս տուն քանդելու տեսահոլովակ լինի, որ ասես, բայ ինչա դու ծխում ես, շորերս վերցնեմ, գնամ, որ իմ ցողունային բջիջներս մնան, որից երկար ապրեմ, այդպես չի, ժողովուրդ ջան, մենք ոնց որ Աստված է երրորդություն, Աստված Սուրբ երրորդություն է, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, մենք էլ ենք երրորդություն, մենք Սուրբ չենք, բայց մենք էլ ենք երրորդություն, մենք ունենք մարմին, հոգի ու միտք։ Ու բոլորը պիտի այդ երեքն էլ զարգացնենք, ու այս երեքը միասին նոր տալիս են երջանկություն, երկար կյանք եւ այլն, երեքն էլ պիտի զարգացած լինեն ու միայն մարմինը չէ, որից ասում են, բայ ցողունային բջիջների ծխախոտը վնասում են, դու հիմա պիտի գնաս առանձնանաս ամայի միտեղ, որ քո ցողունային բջիջներն երկար ապրեն։ Հնարավորինս, եթե տուն չես քանդելու դրանով, ուրեմն պիտի իմանաս, որ պարտականություններ ունես, միտքդ պիտի ճիշտ մտած, եթե դու ինչ-որ մի տուն քանդեցիր, եկար առանձին ապրեցիր, միտքդ քեզ չի թողելու այդ քո ցողունային բջիջները բազմանան, օգտակար լինեն։ Ուզում եմ ասեմ, այս 3